Ողջույն հարգելի դիտորդներ, եթերում Telcast-ն է։ Այսօր մենք ունենալու ենք էքսպերիմենտալ ձևաչափ, որը ես առանց երկար մտածելու անվանել եմ քարկապ, որ մի քիչ կապ ունենա թելի հետ։ Ինչու՞մն է դրա իմաստը։ Ես եւ իմ ընկերները, նույնպես թրեցի օգտատերեր, քննարկելու ենք մի քանի թելեր, ունենալու ենք բանավեճեր, տարբեր տեսակետերից ենք դիտարկելու այս կամ այն օգտատիրոջ գրառումը։ Այսօրվա հյուրերն են իմ շատ լավ ընկերներ, Անին ու Տինան, բարև ձեզ աղջիկներ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դու։ Շատ լավ, պատրաստ եք քննարկելու։ Տրամադրված ենք։ Ես պատրաստել եմ մի քանի թել։ Ես ես չեմ ասի ով է հեղինակը։ Կկարդամ։ Եթե պետք լինի էլի ինչ-որ մի անգամ էլ կկարդամ, բայց ինքը շատ կոգնիտիվ ծանրաբեռնվածություն չի առաջացնի ձեզ մոտ։ Իսկ մենք ճանաչում ենք այդ օգտատերերին։ Հա, վերջում կասեմ ով է, գիտեք դուք։ Գնացինք։ Ես սիրում եմ բամբասել։ Ու չեմ սիրում, երբ ասում են, «Ոյ, բամբասելը մեղք է, մենք երբեք չենք բամբասում»։ Փորձը ցույց է տվել, որ այդ մարդիկ բամբասում են ամենաթունդը, ուղակի թաքուն ու իրենց խաբելով։ Օրինակ, բամբասանքն իմ համար համախմբման ու կապ ամրապնդելու հրաշալի ձև է։ Բամբասելը սկսվում է արժեքներով, դիրքորոշումներով, անձնական չափանիշներով։ Այսինքն, բամբասանքը ընկերական ձևով արժեքների վերլուծություն է, որի նպատակը շատ հանգիստ կարող է լինել թեթևանալը, կիսվելը, ոչ թե քննարկվողին վնասելը։ Մտքեր։ Ինչ կասեք սրա մասին, ո՞նց եք վերաբերվում բամբասանքներին։ Ով որ գրելա, գիտի, որ ես բամբասել չեմ սիրում։ Եկեք գիտեք ինչ անենք։ Բայց կտրվածքով որ գրելա։ Մի հատ եկեք սկզբից մենք մեզ համար որոշենք, թե ինչ է բամբասանքը։ Օրինակ ինքը սկզբից նկարագրում անենց թելի հեղինակը, որ ես չի ասի, որ դա բամբասանք է։ Եթե դու ընկերներով ինչ-որ հավաքվում, ինչ-որ բան քննարկում ես, եթե ինչ-որ ուրիշ անձի ոսկորները չես լվանում, ինքն էլ ասում, չէ, վատ բանով չէ, ինչ-որ լավ բաներն են քննարկում, դա ես բամբասել չէի որակավորի։ Բամբասանքը ցանկացած բան է, ինչը դու մարդու աչքերին նայելով չես կարող ասես։ Այսինքն, եթե դու դա ասում ես այս սենյակից դուրս, երբ որ ինքը կա, ու չես կարող այսպես նստած իր աչքերի մեջ նայելով ասես, Դավիթ, գիտես քո մասին սենց եմ մտածում, այ դա բամբասանք է։ Ասենք նայ, կարանք ես ու դու ինչ որ մեկի մասին խոսենք, ցավով, այսինքն իր խնդիրը քննարկենք, փորձելով ինչ որ լուծում տալ, մտածել ոնց կլինի այդ մարդու համար լավ է, դա բամբասել կարծում եմ չի։ Այսինքն դու իր մասին ոչ թե ինչ որ վատ բան ես խոսում, այլ մտահոգություն։ Հա, մտահոգություն, հա, էլի, ասենք ինչ որ մեկի մասին խոսում ես, ոչ թե բամբասելով, որ գիտես, նա ինքը սենց բան արեն, այս բան արել, գիտես սենց բան ա եղել ու սենց դրանից բխել է սա։ Բայց դա օրինակ բամբասել չգիտեմ, դա այդքան էլ բամբասել չի։ Իսկ հա, իսկ ընկերական շրջապատում ինչ որ բան խոսել, քննարկել, թեթևանալ, այսինքն բամբասել թեթևանալը ո՞րն է։ Գիտես, ահագին օրինակ կանայք որ հավաք, այ դա հասկանում եմ, բամբասել թեթևանալ, երբ որ դու յուրաքանչյուր կին ունի այդլիսկ, ես տղամարդկանց մոտ չգիտեմ ոնց է, բայց կանայք ունեն Էլ կասես։ Այդ անհրաժեշտությունը նույնիսկ ամիսը մի անգամ ուղղակի սուրճ խմել ու խոսալ դեսից, դենից, այսինքն այդ թեթևությունը զրույցների որ դու ունես, հա, դրա կարիքը կա ու դա էլ կարելի է բամբասանք համարել, հա, ես չեմ ասի որ դա բամբասանք չի, բայց դա վրեդնի բամբասանք։ Այն համար բացասական բան ունի բամբասանքը։ Եթե բամբասանքը անպայման պիտի բացասական վատ թեմայով ինչ որ չգիտեմ, հարևանի մասին վատ բան խոսես ու ասենք պարտադիր չի որ այդ հենց տենց բան լինի, էլի, որպես փաստ լինի, դու ինչ որ լսած բաներից գաս այ բացասական է բամբասանքը։ Այսինքն թեթևանալը այդ մի քիչ դրական է, էլի, ոնց որ բամբասանքը չգիտեմ։ Իմ կարծիքով բամբասանքը առաջին հերթին դա այն դեպքն է, երբ որ առանց ինչ որ մեկի թույլտվությունը ստանալու դու անձնական ինչ որ խոսակցություն հանում ես երրորդ մարդու մոտ, դա է առաջին հերթին բամբասանքը ինձ համար, որովհետև ես կարող եմ կիսվել ինչ որ մեկի հետ, ասել, սա իմ անձնականն է, ես քեզ պատմեմ, ես թեթևանամ եւ այլն, իսկ դու վերցնես այդ պատմությունը ու առանց ինձ հարցնելու գնաս երրորդ մարդու մոտ ինչ որ մի բան պատմես։ Իսկ եստեղ, հա, այդ վատ բառը եստեղ կարամ ասեմ, որ թրեցում շատ են նման դեպքերը։ Հա։ Սամալյոտիկները։ Բացի սամալյոտիկները, հենց անձնական ես դրա համար ինձ թողներ են թրեցի այն մարդիկում շատ սիրում եմ
դուք գիտեք, որ կա ինչ-որ որոշակի խումբ, ում հետ մերված ես, ում հետ կարաս խոսես ամեն ինչի մասին, մեր մասին եմ էլի խոսում, որ մեր համար կա այդ խումբը, այդ խմբից դուրս կան էլի մի 10-15 հոգի 14 այդ 4-ի հետ մեկ-մեկ մենք էլ ենք մեջը մտնում, չգիտես որ կողմից են գալիս, այսինքն կան մարդիկ, ում հետ շփումը ամենօրյա է էլի թրեցում, բայց իրանցից ոմանց հետ ես ինչ-որ անձնական շփում չունեմ։ Իմ համար համել բամբասանքը այն է, երբ որ ինչ որ մի պատմություն վերցնում, ուռճացնում են ու ճպստում են իրանց կարծիքը կոպիտ ասած, ոնց որ անին ասես, չէ, պատրաստ չես դու ինչ որ մեկի աչքերի մեջ ասես, դա էլ է իմ համար բամբասանք։ Դա հավոր ծանր եմ տանում ես, որովհետև երբ որ ես ինչ որ մեկի հետ խոսում եմ անձնական թեմաների շուրջ, երբ որ ես ինչ որ մեկին վստահում եմ այն, ինչ որ ամեն մեկին չեմ վստահի, ահա որ մեծ հիասթափություն եմ ապրում, երբ որ իմանում եմ, որ դա գնացել է երրորդ մարդու մոտահասել առանց իմ թույլտվության։ Բայց դու դա պետք է մտքիդ մեջ միշտ ունենաս, չէ, որ այդ մարդը կարա նաև այդպեսին լինի, կարա ու այդ քեզ ապահովագրության համար հենց այդ այլ ես ինչի չեմ անցնում այդ բանը, սահմանի հասնես, որ դու պատրաստ լինես դրան, որ դիմացինդ գուցեև դա անի։ Ինքը հնարավոր է, որ երբեք չի անի, օրինակ, ես ձեզ լիովին վստահում եմ, ես գիտեմ, որ դուք կյանքում նման բան չեք անի, ու չեք արել մինչև հիմա, բայց իմ մտքի մեջ, իմ կարող է ինքնապաշտպանական բնած դա գիտես, ես մտածում եմ, որ դու մարդ ես։ Դու կյանքում այնց իրավիճակներ կարա լինի, որ գուցե նույնիսկ իմ լավի համար դու չմտածես, որ դա ինձ կվնասի կամ կնեղացնի, բայց դու խոսաս դրա մասին։ Դրա համար ես դա իմ մեջ sense ներսում այդ տեղը թողնում եմ մարդուն այդ իրավունքը տալու, որ ինքը մարդ է։ Երբեք չեմ մոռանում այդ գործոնը։ Լավ քննարկեցինք իմ կարծիքով։ Բամբասանքը տենց բան է, որ մենք բամբասող չենք, կամ Լիլիանը կամ Անին։ Նելի Սկանդներ թեման, բանա հեղինակը։ Օ, Նելին Ստержենյով աղջիկ է, հա, ինքը տենց։ բայց հետաքրքիր որ ինքը բամբասել սիրում է։ Բայց իմ կարծիքով ինքը ուղղակի սխալ բանա բնութագիր է տալիս բամբասանքին։ Իր ասածը այդ բամբաս, հա, որ հետո դուրս կան տակից էլի, հա։ Tailcast Մի հատ էլ եմ ուզում քննարկենք։ Էլի չեմ ասում ով է հեղինակը, որպեսզի մենք ի սկզբանե չունենանք ինչ որ վերապահումներ քննարկումների ժամանակ։ Եվ այսպես նկատել եք, որ մենք կարող է չշնորհավորենք ծանոթի բարեկամի ծննդյան օրը, սակայն պարտադիր կապվում ենք հետը, ապրումակցում ու ցավակցում նրան պատահած դժբախտության ժամանակ։ Տխրությունն ավելի հարգվող է մեր գիտակցության մեջ։ Ո, շատ լավ թելա։ Չգիտեմ ով է հեղինակը, բայց մեզ ժառանգաբար գենետիկորեն մեզ սովորացրել են ցավին, ողբին, տանջանքին, այդ մռմուրին, կսկիծին, լիքը ստեղ հոմանիշներ կան։ Բանել ունենք, չէ, դժբախտությանը պիտի կողքին լինես։ Կարող ես ուրախությանը ներկա չգտնվել, բայց դժբախտությունը։ Դա գենետիկորեն եկած բան է, երբ որ դու քեզ իրավունք չես վերապահում, էլի այլ կերպ լինել։ Դա շատ ծանր բան է ու դա ազգային հատկանիշ է։ Մարդկային չի, դա մեր ազգային հատկանիշ է։ Բայց արի ընդունենք, որ մենք էլ, օրինակ, ես էլ եթե գիտեմ ինչ որ մեկը դժբախտությունական հոգեկան ավելի ծանր վիճակում ա գտնվում, իմ ամբողջ sense բջիջներով բան ուզում եմ այդ մարդու կողքին լինեմ, եթե ինքնից հարազատ մարդ է, եթե հա, այսինքն ուրախություն գիշեր ժամը 1-ին Դավիթը զանգեց, ասեց ան գալիս եմ, գնում ենք այսինչ մարդու, դա պատրաստակամության մասին է խոսում, այդ մարդու կողքին լինելու մասին է խոսում, ցավը կիսելու մասին է խոսում։ Ճիշտ է, ես գտնում եմ, որ ուրախությունն էլ է դժվար կիսել։ Հələ ուրախությունը ավելի դժվար է կիսել, քան տխրությունը։ Ուզում եմ ասեմ, դա այդքանի վատ գից չի էլի, որ ոնց որ տենց էր չեն նշել թելում, որ բանը։ Ես չի ասի, որ վատ բան է, վատ բանը այն է, որ մենք սիրում ենք դժբախտությունը, չգիտեմ, սխալ բառ է երևի ճոխացնել։ Ասենք նայի մենք ավելի շատ կգերադասենք կոտորածի մասին կամ պատերազմի մասին, ինչ որ զրուցել, այդ ցավը ապրել, սև հագուստը հագնել, հայկական այդ բանով, չէ՞, մենք ոնց որ այդ կոտորածից հետո եկել է, որ մենք այդ ցավը պիտի անընդհատ ապրենք։ Մենք պատերազմից հետո երկար ժամանակ կարծում եմ բոլորս ուրախանալ չէին կարում։ Նու բոլորս, չէ՞,
բայց ուրախանալ չէին կարողանում։ Ինչ որ մեկի մոտ եթե ուրախություն էր լինում ու դու պիտի ներկա գտնվեիր, դու չէիր ուզում գնալ, ոնց որ ասում էիր, ոնց գնամ էլի, եթե այսինչ մարդու մոտ ինչ որ դժբախտություն ա եղել, մենք էտ ենք։ Մենք ազգովի էտ ենք։ Գյուղերում հերո այդ մեր սիրելի գյուղերում մինչև հիմա էլ կա այդ ավանդույթ ասեմ, թե մոտեցում ասեմ, թե դա բարոյական ինչ որ չափանիշներ է չգրված, երբ որ ինչ որ մեկի տանը դժբախտություն կա, ամբողջ գյուղը պետքա լուր լինի, այսինքն նույնիսկ ով ուրախություն ունի, ով ինչ որ բան է նշում, այդ մարդիկ իրենց բարոյական իրավունք չեն թույլ տալիս, չգիտեմ, սալյուտ պայմանական խփել էլի, այսինքն դու դրանով նաև քո հարգանքն ես ցույց տալիս այդ մարդուն իր ընտանիքին։ Բայց հիմա մյուս կողմից ոնց որ սխալ է, էլի, հարգել հա բան, բայց դու արդեն ոնց որ այդ ուրախանալն էլ էլի չես կարող, իսկ այնքան պետք է պահի տակ այդ դժբախտությունից դուրս գալը։ Ես օրինակ քիչ եմ գնում ուրախ առիթների, չեմ սիրում, երևի նրանից է որ ուղղակի հայերի նշելու ձևաչափը դուրս չի գալիս, բայց երբ որ ինչ որ վատ դեպք է պատահում, ես անպայման պիտի այնտեղ լինեմ, բայց ուրախությունների ժամանակ ես չեմ կարողանում այդ մարդկանց մոտ շատ լինել։ Երևի իմ մասին այս թելը գրել։ Իրոք չեմ կարողանում այդ ուրախությունների ժամանակ ես էլի հավեսով կհանդիպեմ, երբ որ ուզենամ ընկերոջս հետ, մտերիմիս հետ, բայց հարսանիք, ծնունդ, կնուկ ես չեմ սիրում գնալ հայկական առիթների, կնունքի, ծնունդի, հարսանիքի եւ այլն։ Դրա մասին մենք մի օր խոսենք, սիրով ես կպատմեմ, որովհետեւ եթե ես հիմա մանրացա դրա մեջ շատ երկար կտևի։ Բայց ասածս այնա, որ ինչ որ վատ առիթների ժամանակ ես լինում եմ մարդկանց կողքին։ Ու գիտեք ինչ եմ նկատել, որ իմ կողքին էլ են շատ լինում։ Դա վերջերս վատ դեպքեր տեղի ունեցել ու ես ուղղակի ապշել էի նրանից, որ ինչքան մարդ եկավ ու այնքան ուրախ է, որ կողքս այդքան մարդ կար։ Իմիջիայլոց այնքան հետաքրքիր է այդ դժբախտ պահերին, որ ինչ որ բան ա լինում, մի քանի հոգի ալում, որ մենակ իրանց էս չէ ուզում տեսնես, ասենք որ այդ մարդը գալիս է, ասենց մի տեսակ, սա ընկնում է իր տեղը։ Կա տենց բան։ Ես այդ ձև պահերը մենակ եմ ապրում, այ։ Չէ, ես օրինակ սիրում եմ կան մարդիկ, որ իմ համար շատ կարևոր է, որ իրանք լինեն կողքիս։ Չուզես։ Չէ, արդեն ուզում ես։ Էս հետո կհանես, ոչինչ։ Tailcast. Բայց օրինակ նայ, իհարկե դա դժբախտություն, մեգա դժբախտություն չի, փոքր մասշտաբով, երբ որ հեռախոսս ջարդել էի ու մնացել էի առանց հեռախոս, կսկիծը սրտումս, որ ես հեռախոս չունեմ ու չեմ կարողանում ոչ մեկիդ գտնեմ, ու չեմ կարողանում փոխանցել, որ երեխեք sense բան է, ես կապի միջոց չունեմ բան, ու որ դու այդ գիշերվա 1000-ին, ես ին ոնց արձագանքեցիր, ես ին ոնց եկար, թվում է թե մանրուքա, չէ։ Եկա դու գնացիր վերցրեցիր, հա, ու եկա։ Սանկելը ասում է բանը, անին բան, պատերժ կա պետք։ Ծին հակնվի գալիս եմ գիշերվա մեկն էր, չէ երեք, լավ ուշ էր։ Թվում է թե գալիս փոքր բան է, բայց այն քո ամենակոտրված, չգիտեմ, մի հատ ուրիշ պահ է ու հարցը այդտեղ բնական է հեռախոսը չի, այլ երբ որ դու, չգիտեմ, չունես Լիքը բաներ հավաքվել ու սենց հա, էլի այդ բանը։ Հա։ Մի հատ էլ ունեմ բայց։ Խզիկ պահերը կհանես։ Հեղինակը Վարուժն էր։ Վարուժը գրած կլինի։ Tailcast. Մյուս թելը լինելով չափազանց կենթանասեր ու միաժամանակ մսակեր պատասխանում եմ, եթե կենթանասեր ես, ինչու ես միս ուտում հարցին։ Լինել կենթանասեր նշանակում է սիրով, հոգատարությամբ ու հարգանքով վերաբերվել կենթանիներին, հասկանալով, որ զգացող ու տառապելու ունակ էակներ են։ Օրինակ, ես շատ եմ սիրում կովերին, ու եթե ինքս կով ունենայի, կսիրեի, հոգ կտանեի, կենթանուս չէի տանջի, չէի վերածի ուտելիքի։ Բայց երբ առանձին դիտարկում եմ տավարի միսը, բարոյական ընկալումս փոխվում է, որովհետև նաև հարաբերության բնույթն է փոխվում։ Կենթանասեր լինել չի նշանակում կենսաբանական մշակութային իրականությունից դուրս ապրել։ Կենթանուն սիրում ես, քանի դեռ ինքը կենթանի ու ապրող արարած է։ Երբ խոսքը գնում է արդեն մսի մասին, ես դա այլևս չեմ ընկալում որպես կենթանու հետ անմիջական հարաբերություն, այլ որպես սննդամթերք, կենսակերպի մշակույթի մի մաս։ Դա նույնն է, որ ասես, եթե բնությունը սիրում ես, հրաժարվի գրքերից, մեքենայից, էներգիայից ու բնական ռեսուրսներից, որովհետև դրանք ապականում են բնությունը։ Ծայրահեղը։ Ինչ կասեք սրա Մի հատ մասին։ ասեմ էլ, ինտեղ ինքը ոնց էր ասում, սիրում ես, փայփայում ես, կենթանիա, դեռ եսին ողջ է, եսի ինչ ու միսը այդ ուտելու միսը չի մահանում։
ուտելու միսը դու սպանում ես այդ կենթանուն։ Այսինքն ինքը մի կողմից ասում է, որ կենթանի է, ինչ որ հոգ եմ տանում, վազվզում է բան, էդի նույնը չի, ինչ որ միսը որ ուտում եմ, այդ միսը, այսինքն նույնը չէ լինի, եթե այդ կենթանին սատկեր, հա, բայց եթե դու սպանում ես այդ կենթանուն, դու չէ, սպանողը, ասենք ոչ մի բան չունեմ, ես էլ եմ մսակեր չեմ, ես կարամ շատ հեշտ բան դառնամ։ Ես մսակեր եմ ու շատ։ Հա, դուք ես կասեի, դուք։ Հա։ Ես կարամ առանց միս շատ հանգիստ ապրել, չնայած կան որոշ բլյուդաներ, որ սիրում եմ մսի հետ կապված։ Չգիտեմ, ասենք, Մի խոսքով, այսինքն դու համարում ես, որ եթե մարդը կենթանասեր է, ապա մսակերությունը ուղիղ կապ ունի դրա հետ, չէ, ոչ մի կապ չունի, ուղղակի որ ասում է ես կենթանասեր եմ, ուտելու, ինքն ինձ է ներկայացնում, որ այդ միսը արդեն կենթանի չի, ողջ չի, բայց ինքը սատկած չի, չէ։ Այսինքն իրան, որպեսի միս դառնա ու դու ուտես, այդ կենթանուն սպանում են։ Եթե դու կենթանասեր ես, այդ ձևի ես ընկալում, որ վայ, փայփայեմ, վայ իմ կովնա, ես իրան նայեմ, կերակրեմ, կաթ, բայց իրան չսպանեմ միս ստանալու համար, ուրիշի կովը օքեյ, այդ իմ համար նորմալ չի, եթե դու տենց այդ բանով ես նայում։ Մի րոպե, հիմա դու ուզում եմ հասկանամ, որ մսակեր ես, դու կենթանասեր չես։ Ես կենթանու վատություն չեմ անի։ Ինձ համար լրիվ տարբեր բաներ են։ Ես կարամ սարսափելի կենթանասեր լինեմ ու եմ ճիշտ է փիսոների հետ քսմսվել այդքան է չեմ սիրում, իսկ Արնոն հակառակը հավոր կաշատնի կա, ինքը անընդհատ փոքր ժամանակ դրսից փիսոներին բերում էր, կերակրում էր, լողացնում էր, պահում էր, մի քիչ խելքի էին գալիս նոր դուրս էր գնում, բայց Արնոնն էլ է մսակեր։ Այսինքն այդ երկու տարբեր թեմաներ են ինձ համար, որ մեկը մեկի հետ բացարձակ կապ չունի, որովհետև միսը դու քո այսպես ասեմ, լավ, այն ինչը որ քեզ տրված է բնությունից, այն ինչը որ եկել է քարանձավերից, դու եթե դա կա բնության, գոյատևելու համար ինչ է եղել է, դրա պահանջարկը ունեցել ես ու ունես։ Եվ վերջում մենք դեռ շարունակում ենք այդ քարանձավներում ապրող մարդկանց սկսած մեր երկար ժամանակ նստելու հետևանքների կրումից այդ ողնաշարի, այսինքն մենք ստեղծված չենք երկար ժամանակ նստելու համար, մենք ստեղծված չենք միայն կանաչով հագենալու համար, այն ինչը որ կա բնության մեջ ու տրվել է մարդուն, պետք է սպառվի։ Այսինքն բուսակերները շեղվել են մեր բնականon Չէ, էվոլյուցիոն process-ից։ բուսակերները շատ իդեալականացրել են այս աշխարհը իմ կարծիքով ու այդ խոսքը հետ չեմ սիրում, բայց ամենայն հարգանքով իրանք զրկել են անենց համավոտեսներից, որ կարելի է Բայց իրանց շնորհիվել, չէ՞ որ իրանց շնորհիվել, չեմ ասի որ շատ կենթանիներ, բայց ինչ որ չափով կչացրել են այն կենթանիների քանակը, որոնց սպանում են ուտելիքի համար։ Շնորհակալ եմ իրենց դրա Ինձ ավելի շատ կհասնի։ Չէ, բայց թելը ի սկզբանե ինչ որ սխալ բան կա մեջ, ասենք ինչ որ մարդկանց մեղադրում են, եթե դու Հա, կան այդպիսի մարդիկ։ Այսինքն եթե դու կենթանասեր ես, դու պիտի միս չուտես։ Եթե դու միս ես ուտում, դու կենթանասեր չես։ Ինչ լոգիկան ո՞րն է։ Ես գտնում եմ օրինակ, ես տեսնում եմ լոգիկա այդ ամենի միջև։ Ես օրինակ շատ կենթանասեր չեմ։ Ես ուտում եմ միս ու ես գիտեմ, որ ինչքան էլ դա հնչի կոպիտ, դա բնության օրենքն է։ Մենք ուժեղ ենք, այնպես է ստացվել, որ մենք հիմա տիրում ենք այս երկրին, մենք այնքանով ուժեղ ու խելաց ենք, որ կարողանում ենք ուրիշ կենթանիներին ուտել, դա ես նորմալ եմ համարում։ Միգուցե վաղը իմ գիտակցությունը հասնի նրան, որ ես դառնամ ինքս բուսակեր, բայց հիմա ես այդպեսին չեմ, բայց ես շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր բուսակեր են դառել, այն մարդկանց, ովքեր տեսել են, թե ինչպես են այդ կենթանիներին սպանում, դա իրոք ահավոր շատ վատ տեսարան է, նայում ես ու որսորդությանը ոնց է այդ դեպքում վատ, վերաբերվում։ որսորդությանն եմ վատ։ Հա, որսորդության օրինակ ես էլ բան չեմ անի, բայց այդ ժամանակ ոնց որ արդեն դասակարգում է, չէ՞, գնում կենթաներին, որոնց սիրում ես ու կենթաներին, որոնց ուտում ես։ Այսինքն դու սիրում ես շուն կատու, դու երբեք շուն կատու չէ, նու էս բանով էլի շուն կատու չես ուտի։ Երբ որ պատերազմը նոր էր վերջացելու, հետևաբար բոլորս ունեինք սննդի խնդիր, ես այն ժամանակ շատ փոքր էի ու այդ գիտակցումը մոտս չկար, ու գյուղում էի այդ ժամանակ, այնքան լավ եմ հիշում, բերեցին հյուրասիրեցին միս, որը ես կերա ու տարիներ հետո իմացա, որ չէ,
մի անգամ կերել եմ եղնիկի միս ու մի անգամ կերել եմ արջի միս։ Եթե ես այս գիտակցությունս ունենայի այն ժամանակ, ես կյանքում մոտ չէի գնա ու չէի թողնի ու հաստատ ինձ համար դա միջև հիմա որ ես մտածում եմ այդև բան է եղել բնության մեջ ու ես դա կերել եմ, ես ինձ այդ մեղքի զգացումը ունենում եմ, որ ոնց ես դու եղնիկի միս կերել, ոնց ես դու արջի միս կերել։ Իմ համար այդ նապաստակն է։ Այն կենդանիները մի տեսակ որ կոպիտ ասած շատ են, հա, չունեն պոպուլյացիայի խնդիր, այդքան կոպիտ ասած կներեք սիրուն չեն, բուծում են ուտելու համար։ Դու գիտես, որ իրանց բուծում են ուտելու համար։ Ես բան էմոցիոնալ կապկովի հետ, բայց երբ կա եղնիկն է, լավն է։ Նապաստակի հետ ես չունեմ էմոցիոնալ կապ, բայց եթե ես գիտեմ նապաստակա, ես այ կյանքում չեմ մոտեցել նապաստակի մասին։ Նապաստակ չեմ ուտում, բան, չէ, բաներ կան այդ լոր բանման, ասենք իմ համար այն որ ինքը ուսուսի է, ես չեմ խորում Բայց ոնց է դուք տարբերություն դնում օրինակ եղնիկի ու կովի միջև։ Իմ համար երկուսն էլ նույն դա չափի։ Դավիթ, դու տեսել ես իրանց եղնիկ ու կով։ Կովերին դու տեսել ես։ Ես կովել եմ մոտիկից տեսեք, ասեմ ավելի չէ, լավ չեմ ասի, եղնիկ էլ եմ, եղնիկը շատ է, ասենք ասենք ինքը նրբություն, գեղեցկություն Համա իրանք այդքան շատ չեն։ Իրանք պայքար, գիտես, այն կենթանի, որը պայքարում է ապրելու համար ու դու իրան բռնում ուտում ես, մի տեսակ ես։ Իրոք, եղնիկը ինձ թվում է, եղնիկին չեն բուծում, զուտ երևի բիզնեսի տեսանկյունից դա։ Որովհետև շատերը չեն ուտի։ Մինչև հասցնեն նրան, որ եղնիկը բուծում ենք ուտելու համար, դա կարող է, բայց հիմա մեր մոտ որն է, կովը, ոչխարը, հավը, գառեքոսիրը Խոզ կարալ։ Հա, գոռը։ Գոռանք։ Այն որ ուտում ես։ Հա, այն որ դուք ուտում եք, ես այդ օրը սոված եմ մնում, այդ միսը։ Լավ, իսկ ոնց եք վերաբերում նրան, որ կենթանիների մորթիներից սարքում են հագուստներ։ Օրինակ մուշտակները վերցնում։ Ծանր հարցեր ես տալիս դու։ Ծանր հարցեր, գիտես, որ նա ասում, եթե իրանց հատուկ բուծում են դրա համար, Օրինակ շինշիլաների։ Շինշիլաներին բուծում են, հա, եւ մսի եւ մորթու համար, այսինքն այդ ինչ որ բիզնես է, հիմա ասել ճիշտ է, սխալ է, մի քիչ ուրիշ բան է։ Ճիշտ ու սխալ չկա, այստեղ կա կարծիք, կա դրված вообще աշխարհում, որ հիմա կա, հա, բուծում են ու կա քո կարծիքը դրա մասին։ Դա նորմալ է, նորմալ չի, դու անում ես ինչ որ մի բան քո կողմից, որ այդպես չլինի։ Եթե պահանջարկը կա, սարքելու են վերաբերմունքը ընդհանրապես բան չի։ Իսկ դու անի ոնց ես դրան Ես այդ հարցին մի քիչ ուրիշ ձև եմ վերաբերում, օրինակ ինձ համար այն մարդը, ով կրում է այդպես հագուստ, դա խոսում է նրա մասին երկու ֆակտոր կա՝ ստատուս ու տաքություն, այսինքն եկեք ընդունենք, որ ինքը շատ թեթև ու տաք է, հարմարավետության առումով ու ամեն մարդ չի կարա ի վերջո իրան դա թույլ տա, բնական է նորմալ ապրանքի մասին ենք էլի հիմա խոսում, ու եթե մարդիկ կան, որ դրանով ուզում են ներկայացնել իրանց ստատուսը, դրանով ցույց տալ ու տաք լինել, ինչի՞ չէ, բայց իմ պատկերացրած կատեգորիան դա գրելու, այսինքն երիտասարդների առօրյա որպես կրման համար բան, չէ, ինձ համար դա մի քիչ են արդեն դեպի իջնող ու դրան զուգահեռ են մարդիկ, որ ասեցի իրենց ստատուսն են ուզում ցույց տալ։ Ես ինքս ունեցել եմ, ես չեմ կրել, ես ինձ դրա մեջ չեմ տեսել, ես դա չեմ զգացել ու կենթանիները այստեղ կապ չեն ունեցել։ Ես ուղղակի չեմ դա ավելորդ ուշադրություն է գրավում դեպի ինձ, իմ կարծիքով։ Ես այտենց եմ այդ հագուստի մեջ ինձ զգացել ու դա դիսկոմֆորտ է ինձ մոտ առաջացրել։ Իսկ սենց հարց եթե լինի, եթե ասենք գառան մորթուց է, դա նորմալ է, շինշիլան նորմալ չի։ Ես այդպես բան չասել։ Չէ, չասել է, չէ։ Չէ, կա որ հանում են, կարում են հենց տաքության համար, գառան մորթուց, նու տենց շուբաներ, չէ, բայց տաքության համար ինչ որ կարան, ասինքն էլի տարբերություններն է, որ մեզ նորմալ է, որ գառին մորթում են, շինշիլային մորթելը նորմալ չի։ Ինչ բան է, հա, էլի։ Ես օրինակ իմ մաման շինշիլաներ ուներ, բայց երբ որ հասկացավ, որ իրանց միջոցով նորմալ փող աշխատելը մենակ մուշտակի միջոցով կլինի, ուղղակի վաճառած չկարողացավ էլ այդ դրանց զբաղվելուց ուղղակի։ Հիմա արհեստական այնքան սիրուն կան, որ չես էլ տարբերում, ասենք այնց որ կարելի է եւ հասնել այն բանի, որ ինձ համար շատ
հաճելիատեսնելը, որ կան մարդիկ, ովքեր պայքարում են այդ ամենի դեմ։ Ես ինքս չեմ հասել այդ դրան, իմ գիտակցությունը դրան չի եկել, ես չեմ կարող ասել, վաղը այդպես կկարծեմ, թե չէ, բայց ես մեծ հարգանքով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր բուսակեր են, ովքեր չեն օգտագործում կենթանիների մորթիներից սարքած հագուստ, որովհետև դա իրենց համար պրինցիպիալ է, կապ չունի թե նրանք սուբյեկտիվ իրենց կարծիքը ինչքանով է մեզ հետ համընկնում, համենայն դեպս մարդիկ ունեն պրինցիպ, իրանց արժե համակարգն են ձևավորել ու դրան հետևում են։ Tailcast. Հարգելի դիտորդներ, այսօր այսքանը, շնորհակալ ենք։ Գրեք մեկնաբանություններում արդյոք ձեզ դուր եկավ այս ձևաչափը, որպեսզի հասկանանք լինելու են արդյոք նման նկարահանումներ, թողարկումներ, թե ոչ։ Շնորհակալություն։ Stay tuned and Tail